Հարգելի հայրենակիցներ, 2025 թվականը մեկն էր հայ ժողովրդի համար բարդ թվականներից և ցավոք սրտի 2025-ին արձանագրվեց առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի համար աներևակայելի, անթույլատրելի մի քայլ, հատվեց ևս մի կարմիր գիծ և իշխանությունը իրեն սատարող փոքր խմբի հետ միասին հարձակում գործեց բացահայտ եկեղեցու, հոգևորականների, սրբազանների և վեհափառ հայրապետի դեմ։ 2026 թվականը հայ ժողովրդի համար փոքր, բայց հույսի տարի կարող է լինել, քանի որ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված և լինելով քրիստոնյա մենք իրավունք չունենք հուսահատվել և 2026 թվական մենք պետք է մտնենք հույսով և այդ հույսը յուրաքանչյուրիս ձեռքում է և այդ հույսը յուրաքանչյուրս կարող ենք իրականացնել մեր խղճի հետ ազատ, արդար լինելով և մեր խղճի հետ արդար զրույցից հետո անելով մեր քայլը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ և խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են փոխելու այս անկումը, կասեցնելու այս արատավոր ընթացքը, պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին, մեր ազգային ու պետական արժանապատվությունը։ Խորհրդարանական ընտրության ժամանակ քվեախցում հնարավոր է վերջ դնել Հայաստանի անկմանը։ Քվեախցում քաղաքացին է իր խիղճը և պետության ու հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունը։ Քվեախցում նա ազատ է պետական իշխանության ճնշումներից, տարատեսակ այլ հիբրիդային մեթոդներով արված ճնշումներից։ Ուստի շնորհավորելով 2026 թվականը ես մաղթում եմ, որպեսզի հուսահատությունը հանկարծ ու հանկարծ չկարողանա հաղթել մեզ և մաղթում եմ, որ հույսի, հավատի և պետության հանդեպ մեր անբեկանելի սիրո միջոցով կարողանանք 2026 թվականին կասեցնել անկումը Հայաստան պետության, իսկ հաջորդող տարիները արդեն լինեն այդ անկումից հետո վեր հառնելու գործընթացի տարիներ։ Շնորհավորում եմ։